Ասում են հեղափոխություն եղավ, մթնոլորտ փոխվեց։ Բայց ի՞նչ է, առավոտից երեկո նորից չեն մտածում ինչպես անեն բանակից խուսափեն։ Ասում են հիմա խաղաղություն է։ Բայց ի՞նչ է, այդ ժամանակ նորից չեն մտածում երեխաներին բանակից ազատեն։ Փոխվեց, պատվաբեր է այսօր բանակ ծառայել, ինչի չհասանք դրան։ Մթնոլորտ բացարձակ չփոխվեց։ Հարցը մի կողմ այդ մթնոլորտի մասին էլ կմտածենք։ Աշխարհի շատ ղեկավարներ, եթե նրանք բանակ ծառայած չլինեն, թույլ էլ չէին տա, որ նրանք որևէ պաշտոնի հավաքնեն անգամ։ Այդ երկրի մթնոլորտն այդպեսին էր։ Հպարտությամբ նրանք ասում էին, այ տեսեք արքայազնը ինչա էսպես է, այ տեսեք Չերչիլը գերի անգել բանակածառայել է, այսինքն դա նրանց համար հեղինակություն էր կարիերա անելու համար, ազնազով ինքը գնացել է դարել։ Հերիք չի այդ մթնոլորտը չեն կանել, առավոտից երեկո մտածում ենք, թե ինչպես նրանք բանակից ազատվեն, ինչպես գումար վճարեն, այսպես այդպես։ Իհարկե կարելի է մտածել, որ պրոֆեսիոնալ բանակը շատ կարևոր է։ Այո, ինչ ա եղել, որ թող մեկը վճարի, եթե ինքը չի ցանկանում, այդ գումարով էլ մյուսը թող գնա փողոտանք, բայց աշխարհում շատ օրինակներ մենք ունենք նաև, որ տեսել ենք, որ զուտ պրոֆեսիոնալ բանակը նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկրի պարագայում արդյունավետ չի։ Պետք է դու պարտադիր զինվորական պատրաստվածություն ունենաս, պետք է նորմալ ռեզերվ ունենաս։ Դա նույնիսկ հենց պատերազմի մեջ իրանք հայտնվեցին, այդ վտանգները տեսան։ Այո, փորձենք մաքսիմալ պրոֆեսիոնալ բանակ ունենանք, բայց չբացարձակացնենք։ Ու այդ դեպքում ինչ է ստացվում։ Պետությունը որոշ մարդիկ ստեղծում են չինովնիկներին տալիս են շատ բարձր աշխատավարձներ ու պարգևավճարներ եւ ասում են դե ինչ ա եղել որ կարող ես վճարել եւ չծառայել։ Այսինքն ինչ է ստացվում։ Տեսեք մենք բյուջե փող ենք վերում։ Այսինքն բյուջեից փողը տալիս ենք մեր ուզած մարդկանց, այդ մեր ուզած մարդիկ այդ փողը տալիս են բյուջեին, արդյունքում ուղղակի իրանք չեն ծառայում։ Իսկ մենք ինչ ենք ասում։ Լավ, այդ մի խնդիր է, որը չեք լուծել։ Մթնոլորտը լուծածելնեիք, բանակը անպատվաբեր չէր էլի, որ մտածեիք ոնց ազատեիք։ Բայց հիմա նույն հաջողությամբ ինչ եք անում։ Տասնյակ հազարավոր մարդկանց վրա հոդված եք դրել, թե իրանք բանակից խուսափել են, գտնվում են դրսում։ Նույնիսկ չգիտեք դրանցից քանիսն են ցանկանում Հայաստան վերադառնալ։ Գուցե չեն ցանկանում։ Գուցե ցանկանում են հնարավորություն չունեն։ Եկեք մտածենք մի հատ հաշվառենք, ոչ թե ասենք հենց կգաս օտանավակայանում, քիչնես կես կկալանավորենք։ Բերեք այդ մարդկանց այդ պայմանագիր կգենք, հերավար խոսենք, հայտարարենք, ասենք հարգելիներս, եթե դու ցանկանում ես գազ գումար չունես, գնացել ես, բայց ուզում ես վերադառնալ։ Արի մենք քեզ հիմա պայման ստեղծենք, գյուղական բնակավայրում կգաս կաշխատես, կգաս այս բիզնեսի հետ կապված քեզ համար մթնոլորտ կստեղծենք։ Դու կգաս կաշխատես այդ ամեն ինչի մեջ եւ կվճարես քո գումարը։ Մենք քեզ տարաշամկետ վճարման հնարավորություն կտանք։ Այս քեզ տուն, այս քեզ աշխատանք, այս է քեզ հնարավորություն, որ այդ գումարները դու վճարես։ Հիմա գնացել ես կյանքը չի ստացվել։ Ոչ կարող ես Հայաստան գաս, ոչ կարող ես այնտեղ մնաս։ Մենք մտածել ենք այդ մարդիկ ինչ են անում։ Հետախուզման որոշումը կայացել ենք ու վերջ մոռացել ենք այդ մարդկանց մասին։ Հենց կգան կբռնենք, ելի չենք մոռացել։ Բայց մտածել ենք, որ այդ մարդից քանի իսկ եթե այդ մարդկանցից տասնյակ հազարից 100-ը կուզենա գա, 1000-ը կուզենա գա, ուրեմն կիմանանք մնացածը չեն ուզում։ Այդ թիվը որտեղ հնչեցնում ենք ինչ։ Մենք կիմանանք, որ այդ մարդկանց համար մենք պայման ենք ստեղծել։ Եվ այդ ժամանակ հենց հարցը առաջանում, որ ասենք, որ եկեք դուք պայմանավորվենք, պետությունը այսպիսի միջոց է սահմանել։ Արի մենք քեզ աշխատանքով ապահովենք, արի դու աշխատա։ Ու հետո ինքը ինչ անելու։ Եթե դրանք կեսից փախնելու է, մեկ ասես տենց հոդվածը վրեն կայել։ Այդ տունն էլ իրանը չի, որ վաճառի փախնի։ Ինչքան էլ գումար կվճարի, ինչքան էլ կաշխատի, այդքան էլ օգուտ որևէ մեկը դրանից չի դժում։ Պետությունը պարզապես պետք է հնարավորություն ստեղծի, որպեսզի այդ մարդը կարողանա գալ իր հայրենիք ու աշխատել։ Եթե դու այդ պայմանը չես ստեղծում ու միայն ուղղակի ֆիզիկական թիվ ես ասում, չվճարես, ուրեմն վերջ, դու պարտավոր ես հայրենիքի համար անես։ Վերեք մի հատ մենք էլ մտածենք, իսկ հայրենիքը ինչ կարող է անել, հնարավորություն ստեղծի, որ այդ մարդը իր պարտքը կկատարի։ Կարող է այդ մարդը չի ուզում խուսափի, ուղղակի հնարավորություն չունի։ Այդ մեր անհաջողակ հայի տերը չենք, հա։ Միլիարդատեր չի դե կներեք էլի։